Ես միջնորդագիրը ամբողջությամբ չեմ կարդացել, բայց այն կտորը, որ ոչ թե Արծվիկ Մինասյանը համաձայնություն է տվել, մեղադրվում է Արծվիկ Մինասյանը չտեսնելու, չարձագանքելու, դա չֆիքսելու համար։ Այսինքն ոչ թե նա համաձայնություն է տվել եւ համաձայնել է, որ այդտեղ պետք է կառուցվի, այլ Արծվիկ Մինասյանին ասում են, ինքը չի տեսել այդ անթույլատրելիությունը։ Գուցե սպառնալիք իրականություն է դարձել, հասկանում եք, այդ ուրիշ բան է, դա լրիվ ուրիշ բան է, հասկանում եք, այսինքն խոսքը ոչ թե վերաբերվում է Արծվիկ Մինասյանի անօրեն թույլտվության մասին, այլ խոսքը վերաբերվում է իր կողմից ամփոփության մասին, որ չի տեսել։ Այդ է։ Իսկ Սեյրան Օհանյանի մասով ինչ կասեք։ Իսկ այն, որ դա շոու է, ես համոզված եմ։ Գիտեք, մի հատ եկեք փորձենք հաշվել, քանի նման գործեր են հանրության առաջ նետվել, քանի նման գործեր են տարիներով քննվում ու դեռևս ոչ մեկը, քանիսն է դրանցից ի վերջո ավարտուն տեսքի հասել։ Պարզապես խոսում են։ Սեյրան Օհանյանը դղյակ ունի, Գիտեք ինչ, ես ոչ գիտեմ, ոչ գնացեք իրեն հարցրեք, ոչ եղել եմ, ոչ գիտեմ եւ ես էլի եմ կրկնում։ Ես միջնորդագրի մասին հիմա չեմ էլ ուզում խոսել, որովհետեւ ես չեմ կարդացել ինֆորմացիան, հասկանում եք։ Եկեք այդ թեման անենք, հակառակ impeachment-ին հիմա ստորագրում եք, չեք ստորագրում։ Գիտեք, շատ հստակ հայերենով ընթերնելի, հասկանալի, ինձ թվում է ընկալելի հայերենով գրված է, որ Հայաստան խմբակցությունը կլրացնի 28 պակասող ստորագրությունը, դրանից ավելին, թուղթի բերվի չէ նախաձեռնողի կողմից։ Այսինքն չեք սպասելու 8-ին, որտեղ Հասկանում եք, եկեք բառախաղի չանցնենք։ Հայաստան խմբակցությունը հստակ ձևակերպել է, որ կլրացնի պակաս 28 ստորագրությունը։ Երբ որ նախաձեռնողի խումբը կգա կմոտենա մեզ, մեր պակաս 28 ստորագրությունը մենք կտանք։ Այսինքն 6-ին կմիանա։ Էլի է Ուրեմն եկեք ամեն մեկս ինչպես ենք ընկալում։ Միարժեքորեն գրված է 28 պակասող ստորագրությունը կտրվի մեր խմբակցությունը։ Ես սրանից հասկանում եմ, որ մինչև 8-ը չլինի, Հայաստան խմբակցությունը չի միանա, ճիշտ է։ Ուրեմն մինչև նախաձեռնությունը այս նախաձեռնողը մեզ չմոտենա իր փաստաթղթով, ընդհանրապես ստորագրություն չի լինի։ Եկեք այդտեղից սկսենք։ Գյուրեղյան, դուք